Որքան աշխատավարձ են ստանում, միջինը Լեհաստանում, ինչպիսին է տան վարձակալության գները, հարկերը, միգրացիոն քաղաքականությունը եւ վերջապես մենթալիտետը։ Այս ամենի պատասխանը դուք կստանաք դիտելով այս վիդեոն։ Այո, հերթը վերջապես հասավ Լեհաստանին եւ բազմաթիվ դիտողների խնդրանքով ես բարբերաբար կանրադառնամ ԵՄ պետություններին։ Եվս մի հրաշալի լուր արդեն եկող շաբաթվանից ունեմ հատուկ թղթակից Հոլանդիայից, Ամստերդամից, ով բարբերաբար վիդեոներ կանի իմ ալիքի համար։ Կլինեն նաև ակտիվ վիդեոներ եւ վիդեոշարք Ֆրանսիայի մասին։ Մի խոսքով հետևեք, ես կամաց ընդգրկում եմ ողջ Եվրոպան։ Իսկ ձեզ հետ ձեր շատ սիրելի ֆրաու այս անգամ կասեմ պան Իլալայանն է, ով կփորձի շղթել կամ հաստատել նաև թե արդյոք լեհերը ձեռքից թույլ են եւ այսպես բարի գալուստ Լեհաստանահայերի ասած Պոլշա։ 1989 թվականից ի վեր Լեհաստանը դիֆիցիտից եւ կոռուպցիայից անցել է Եվրամիության 6-րդ ամենամեծ տնտեսության կարգավիճակին շնորհիվ շոկային թերապիա կոչվող բարեփոխումների։ Լեհական զլոտին համարվում է ամուր արժույթ եւ շատ լեհեր նախընտրում են իրենց խնայողությունները պահել հենց այդ ազգային արժույթով։ Ես հիմա շատ չեմ խորանա, բայց բոլոր թվերը կներկայացնեմ եվրոյով եւ անցնենք 4 թվերի։ Սկսենք բնակարանից, ինչ արժե վարձակալությունը։ Եվ այսպես Վարշավայի կենտրոնում 2 սենյականոց բնակարանի վարձակալությունը արժե մոտ 800-ից 1100 եվրո ամսական։ Այլ մեծ քաղաքներում, օրինակ Կրակովում եւ Գդանսկում մոտ 670 եվրո։ Ստուդիա բնակարանը կավալերկվա կոչվածը Վարշավայում արժե միջինը 550-ից 650 եվրո։ Կոմունալ ծառայությունները կազմում են մինչև 150 եվրո, իսկ ձմռանը կարող են հասնել մինչև 200 եվրո։ Իսկ եթե դուք ուզում եք անշարժ գույք գնել, ապա Վարշավայում շինարարության մեկնարկային փուլում բնականի 1 քառակուսի մետրի արժեքը կազմում է 1300-ից 1700 եվրո։ Այս տեղեկությունը նրանց համար է, ով Երևանում աստղաբաշխական թվեր է կրակում բլաց եւ ոչ բլաց տների համար, այն որ գովազդում են, ընդհանրապես $500,000 դրանց մասին է խոսքը։ Իսկ հիմա անցնենք սննդի։ Մեկ անձի մեկ ամսվա հիմնական առողջ սննդի զամբյուղը արժե մոտ 225-ից 400 եվրո։ Սրճարանում կամ ռեստորանում մեկ անձի միջին հաշիվը կազմում է 11-ից 22 եվրո։ Պարզ չէ, որ այս թվերը պարզապես մոտավոր են եւ շատ կախված են, թե որտեղից է գնումներ անում, ինչպես է սնվում, այս ամենը միջնացված թվերն են։ Իդեպ, եթե համեմատենք, ապա Գերմանիայի հետ համեմատած գները շատ մատչելի են։ Դրա համար Լեհաստանը համարվում է սիրված տուրիստական ուղղություն։ Ես էլ շատ եմ սիրում եւ արդեն 3 անգամ ծովային հանգիստ եմ ունեցել Բալթիկ ծովի լեհական ափերին։ Իդեպ Լեհաստանի հետ ինձ միավորում է նաև այն, որ իմ մորքուրի ընտանիքը ազգով, տակով, թոռով, ծոռով, բաժանաղներով բոլորը 30 տարի է գտնվում են Լեհաստանում։ Իսկ մենք մի քիչ էլ անցնենք Լեհաստանի էժանությանը։ Համեմատաբար Լեհաստանում էժան է նաև ծխախոտը եւ բենզինը, դրա համար սահմանային բնակիչները անգամ տասնյակ կիլոմետրեր պատրաստ են քշել, հասնել Լեհաստանի սահման, իրենց առևտուրն անել, բենզինով լիցքավորել եւ հետ գնալ Գերմանիա։ Իդեպ, որպեսզի հասկանանք տարբերությունը օրինակ Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև եւ համեմատենք նաեւ Լեհաստանի հետ, նկարագրության մեջ կարող եք մի հրաշալի վիդեո գտնել։ Իսկ մենք անցնենք մեր սիրած գործին՝ լեհերի աշխատավարձների եւ եկամտների հաշվարկով, այսինքն մտնում ենք լեհերի գրպանը։ Պաշտոնական տվյալների համաձայն Լեհաստանում միջին աշխատավարձը կազմում է մոտ 1570 եվրո, այսինքն դա բրուտոն է մինչև հարկերը, հա։ IT միջին օղակի մասնագետը այս դեպքում կստանա 2250 եվրոից սկսած, բժիշկները մոտ 1800 եվրո, տաքսու վարորդները մինչև 1800 եվրո, այս դեպքում մաքուր եկամտի մասին է խոսքը առանց վառելիքի ծախսերի, շինարարները մոտ 1050 եվրո, պահեստի աշխատողները 900-ից 1120 եվրո, վաճառողները օրինակ ժապկայի խանութում մոտ 900 եվրո։ Իդեպ ժապկան ոնց որ մեր Ալդին, Քարֆ ու Հայաստանի Երևան Սիթին, հա։ Խանութների ցանց է։ Դայակներն էլ մոտ կստանան 800 եվրո աշխատավարձ։ Խոսենք նաև գործազրկությունից։ Գործազրկության մակարդակը բավականին ցածր է եւ կազմում է 5.4%։ Իդեպ, եթե դուք արդեն հասել եք այս պահը, ապա չմոռանաք լայքել, իսկ բաժանորդագրվածները կստանան օրինակներ իմ կողմից։ Անցնենք հարկերին, հա։ Եթե դուք ստանում եք բրուտո համախառն աշխատավարձ 1500 եվրոյի չափով, ապա ընդհանուր հարկերը եւ վճարները
կկազմեն այդ բրուտոյի մոտ 26%-ը, այսինքն 390 եվրո մոտավորապես, հա, եւ ձեր ձեռքի վրա մաքուր աշխատավարձը կկազմի 1110-ից 1115 եվրո։ Իսկ մենք խոսենք կրթության եւ ժամանցի մասին։ Ուսումը բուհերում լեհերենով կրթությունը արժե 500-ից 7000 եվրո տարեկան, մինչդեռ անգլերենով ծրագրերը զգալիորեն թանկ են 2500-ից մինչև 12000 եվրո տարեկան։ Այդ պատճառով լեհերեն սովորելը շատ շահավետ է դուրս գալիս։ Ժամանցի վերաբերյալ կինոյի տոմսը արժե մոտ 11 եվրո, ջրաշխարհ, ակվապարկ գնալը 17-ից 33 եվրո, իսկ հյուրանոցի մեկ գիշերվա արժեքը 50-ից մինչև 90 եվրո։ Դա բնականաբար միջինացված է։ Իսկ հիմա խոսենք մենթալիտետի մասին։ Լեհաստանում կրոնը ունի մեծ ազդեցություն, հասարակությունն իր հերթին կոնսերվատիվ է եւ այդ ամենը արտացոլվում է քաղաքականության մեջ։ Օրինակ Լեհաստանը տարիներ շարունակ չի կատարել իր արժեվ փախստական ընդունելու ԵՄ պարտականությունները։ Ի շնորհիվ իր պահպանողական բարքերի Լեհաստանը հրաժարվել է ընդունել փախստականներ, օրինակ Սիրիայից եւ Աֆղանստանից։ Ի վերջո Լեհաստանը իր հյուրասեր դռները բացեց միայն 2022 թվականին ընդունելով մի քանի միլիոն ուկրաինացի փախստականների, բայց ի տարբերություն Գերմանիայի Լեհաստանը այդքան առատաձեռն դուրս չեկավ փախստականների ֆինանսական աջակցության հարցում։ Իդեպ պաշտոնական մարդահամարով նշվում է, որ Լեհաստանում ապրում է մոտ 5000 հայ։ Այստեղ հաշվի առնվում միայն Լեհաստանի քաղաքացիություն ունեցողները, բնականաբար պաշտոնական թվերը լրիվ այլ են եւ հայկական կազմակերպությունների ներկայացմամբ Լեհաստանում ապրում է մինչև 30000 հայ, ուսանողներ, աշխատանքային միգրանտներ, քաղաքացիներ եւ այլն։ Հայերը հիմնականում կենտրոնացված են խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Վարշավան, Կրակովը կամ Գդանսկը։ Իսկ ինչպես են վերաբերվում արևմտյան Եվրոպայի երկրները, օրինակ գերմանացիները լեհերին, կա տարածված մի կարծիք, որ լեհերը սիրում են իրենց ոչ պատկանող բաները գրպանել։ Կա նույնիսկ անեկդոտ, ասում են Լեհաստանում ոչ թե 10 պատվիրան է, այլ 9, որովհետև մեկը գողացվել է։ Բնականաբար կան եւ լավ եւ վատ մարդիկ, սխալ է մի արշինով բոլորին չափել, բայց Լեհաստանի հայեր, գրեք մի հատ կոմենտներում, ինչ կասեք, սիրում են լեհերը գրպանել, թե դա պարզապես լգդի սուտ է։ Ես էլ իմ կողմից ավելացնեմ, որ լեհերը շատ ընտանեկան են, հյուրանոցները եւ հանգստյան տները եւ սրճարանները նույնպես հաճախ հարմարեցված են երեխաներով ընտանիքների հանգստի համար, լեհերը ունեն լավ խոհանոց, կա լեհական հագուստի շատ լավ բրենդներ եւ ընդհանուր առմամբ լեհերը իմ կարծիքով շատ ավելի ճաշակով են, քան մեր գերմանացիները։ Մեկ էլ իմ դիտարկմամբ Լեհաստանում շատ ավելի քիչ են ավելնորդ քաշով մարդիկ, քան նույն մեր Գերմանիայում։ Աղջիկները իմ կարծիքով շատ ավելի խնամված են, իսկ տղամարդկանց մոտ կտեսնես մի քիչ այսպես քյարթու հագուստի ոճ, այսինքն գետո հագուստի ոճ։ Իդեպ ես շատ նմանություններ եմ տեսնում չեխերի եւ լեհերի միջև, իսկ չեխերի մասին հաջորդ դասին։ Այո, ես հին եմ եւ այդպես հինավուրց կատակներ եմ անում։ Ստեսություն։